Փաստաթղթեր, գումար ու համակարգիչներ։ 3 ժամ տևած խուզարկությունից հետո քննչական կոմիտեն Իզմիրլյան բժշկական կենտրոնից արգրավել է այս իրերը։ Առավոտյան ժամը 9-ին բժշկական կենտրոն են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական եւ ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։ Փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետեւյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին եւ միայն 4 ամիս անց է խուզարկություն իրականացվել։ Վարույթի մասին Չարչյանը չի ծանոթվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւս չի ծանոթվել քրեական վարույթի մասին։ Հարց է բարձրացնում, ինչու հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո հրատապ կարգով չեն իրականացել գործողություններ, չէ որ հրատապ քննչական գործողություններ ենթադրող վարույթ էր։ Այնպես չի, որ քրեական վարույթը կարող են նախաձեռնել եւ 4 ամիս անց իրավական ողջամտության մեջ ներողություն։ Իրավական ողջամտության մեջ կարող է տեղավորվել, որ 4 ամիս անց նոր գան քննչական գործողություն խուզարկությունը կատարեն։ Հաղորդումը ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ալեքսանյանը ծանոթացել է գործի մանրամասներին։ Որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱԾ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվազ տեսակի։ Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակիացված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որը որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի։ Եվ դրա հիման վրա հենց ԱԱԾ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ գործողություններն իրականացնում են քրեական վարույթի նախաքննության շրջանակում, սակայն չի հստակեցրել, ինչ վարույթի մասին է խոսքը։ Խուզարկությանը նախորդել էր Արմեն Չարչյանի գրառումը, որով նա շնորհավորել էր վեհափառին ամենայն հայոց հայրապետի անվանականչության օրվա առթիվ։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է։ Վեհապար Տեր Իզմիրլյան բժշկական կենտրոնի անձնակազմի եւ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք ամենայն հայոց հայրապետիս անվանակոչության տոնը, մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով եւ քաջառող կյանքի երկար տարիներ, ի փառաս Աստծո, ի պայծառություն մեր եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։ Բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչը Հայր Հովանեսը վեհապարի դեմ գործողությունների ու վարույթի միջև կապ է տեսնում։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Փաստաբանը նույնպես պատահական չի համարում, որ վարույթն ընդունվել է հենց այն ժամանակ, երբ կաթողիկոսի դեմ ակցիաները հասել էին մայր տաճար։ Այս պահին վարույթի շրջանակներում ձերբակալության կամ կալանքի որոշում չկա։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։